Ստահանկերություն, պարոն Հակոբյան, իմ հարցը նոր հաճախականություններ տրամադրելու մասին է, կան հայտեր, հնարավոր է նոր հեռուստաընկերություն կան ռադիո, ինչքան գիտեմ, ռադիոյում չկան հաճախականություններ, չէ, այդ փոփոխությունների մասին 26 թվականին ինչ նոր ծրագրեր կան։ Ոյ, չի ուզում այդ հարցը բարձրանալ, բայց հանրային մուլտիպլեքսը, հա, սլոթերը, նրանք շատ հրապուրիչ չեն արդեն ինչ-որ 10 կամ 15 տարի առաջ։ Տասնյակ դրան բացատրություններ կան։ Առաջինը, որ գովազդը գիտեք, շատ ժամանակ գնում է համացանց, գնում է սոցիալական ցանցեր, գնում է կաբելային հեռարձակում, հա, հավելվածներ ինչ-որ, սա մեկ։ Երկրորդը վերջի 5-6 տարվա ընթացքում ազգային ժողովը ընդունել է մոտ 7 օրենք մեր հաշվարկով, 7-8 փոփոխություն օրենքում, մեր օրենքում գովազդի մասին օրենքում, որը շատ բարի նպատակներ ունենալով, օրինակ շատ բարի նպատակ է արգելել շահումով խաղերի գովազդը։ Շատ բարի նպատակ է բոլորին պարտադրել, որ 20% իրենց բովանդակության հեռուստաընկերությունները տան հանրօգուտ հաղորդումներ, մանկական, սպորտային, մշակութային, հա, բայց այդ ամենի դեպքում այդ լավ նպատակների կամ ժեստերի լեզվով թարգմանել օրեկան մի լրատվական հաղորդում, մի մանկական, շատ լավ է, բայց դա բավականին մեծ գումարներ է, համ դուք գովազդային դաշտը կրճատում եք ձեր օրենսդրական նախաձեռնություններով եւ օրենսդրական փոփոխություններով, համ պարտավորությունները մեծացնում եք։ Այսինքն հանրային մուլտիպլեքսի ծելեների այդ դաշտը այնքան մաքրեցին, այնքան մավլեցին, դատարկվեց։ Որտեղ փող չեն կարում աշխատեն։ Նախորդ տարի 2025-ին որևէ հեռուստաընկերություն հանրային մուլտիպլեքսում շահույթով չի աշխատել։ Մի մասը պահում է, որովհետև դե պահում է, պիտի պահի, էլի, այտենց 10 տարի, 20 տարի չի ուզում թողնի։ Մի մասը քաղաքական նպատակները, որտեղ շահույթ գեներացնելը իրանց խնդիրը չի, իրանց խնդիրը քաղաքական օրակարգ ձևավորելն է։ Մյուսները ինչ որ չափով, ինչ որ գրանտներով փորձում են աշխատել, բայց մենք մտավախություն ունենք, որ 27-28 թվականին, երբ որ կլինի լուրջ արդեն այդ մրցակցային սլոթերը կազատվեն, մենք կարող է որոշ սլոթեր մենք դատարկ ունենանք, հասկանում եք։ Մեր մոտ օրինակ շատ մարզային հեռուստաընկերություններ կան, որոնք շատ կարևոր ֆունկցիա են կատարում տեղում, որոնք փակման եզրին են եւ շատ նրանք միջև նոր մրցույթ մնան, հետո լիցենզիաները հանձնեն, հա, երրորդը մի քանի տարի առաջ նաև գովազդի իրավունք տրվեց հանրային հեռարձակողին, որին մենք դեմ էինք։ Դա էլ մի քանի միլիոն դոլար տարավ էլի շուկայից։ Այնինչ պետությունը պիտի լիիրավ աշխարհում այդպես է, ֆինանսավորի հանրային հեռարձակողին առանց իրան թույլատրելու գովազդային շուկա մոտ գործելու։ Որտեղ երբ որ նրանք մտնում են գովազդային շուկա, իրանց մոտ բնական է, հա, ցանկություն պահանջ առաջանում, այնպիսի հաղորդումներ ստեղծեն, որոնք գումար կբերեն, բայց հանրային հեռարձակողը դրա համար չի, շոուների համար չի։ Հանրային հեռարձակողը այն միսիա պիտի կատարի։ Ինքը չպիտի հետևի իր բաներին, իր ռեյտինգներին։ Այսինքն ինքը միսիա ունի, փիլիսոփայություն ունի, որ այսօր ցավոք չի կատարում, եւ այս ամենը բերեց նրան, որ ինքը որպես բիզնես ինքը շահավետ չի, եւ դա լրջագույն խնդիրներ կառաջանա, որտեղ եթե չլինի հանրային մուլտիպլեքսը, որը միակ հարթակն է, որտեղ քո ազգային բանն է ձևավորվում, հա, որտեղ պահանջներ կա հայերեն լեզվի հեղինակայիններին կպահելու, ես չգիտեմ մեր դաշտը ինչին կվերածվի, ես դրա համար ասեցի ամենակարևոր խնդիրներից եւ մարտահրավերներից հենց այդ հանրային մուլտիպլեքսին ինչ որ ձևով աջակցելը, որ ինքը իր առաքելությունը կատարի, սա է, օրինակ գիտեք ֆաստը, ինքը շատ լավ ալիք է, որը սպորտային պահանջմունքներն է մեր հասարակության բավարարում։ Ծանրագույն իրավիճակի մեջ, հա, որովհետև այդ բոլոր խաղերի չեմպիոնատների իրավունքները գնելը ինքը ֆանտաստիկ մեծ գումարներ է։ Այսինքն այդ ընկերությունը, որը սլոտը ստացել էր, ինքը բարեգործության պես մի բան անում, որը ժամանակ է գալի, որ մարդիկ չեն ուզում անեն, եւ ես գիտեմ, որ նրանք պարտավորել են դեռ, հա, լիցենզիան չհանձնել, բայց տարին 1.5-ից 2 միլիոն փող են դնում այս գործի մեջ։ Բավականին մեծ գումար է, որտեվ գիտեք, Եվրոպայի խաղերը բանը դրանք ֆանտաստիկ մեծ գումարներ են, մի քանի միլիոն, որպեսզի դրանց հեռարձակման իրավունքը ստանաս եւ Հայաստանում հեռարձակես։ Ստեղ մեզ հայեցակարգապետ հանրային մուլտիպլեքսի գործնեության, էլի մի քանի տարի ասում ենք, բայց դեռ պետության ձեռքերը այսպես չեն հասնում, հատվածաբար ինչ որ հարցեր լուծում ենք, իհարկե, բայց այդ վտանգները դեռ առկա են ցավոք։
Հաջորդը։ Հանրային ռադիո, պարոն Հակոբյան, իմ հարցն էլ է տեսալուսողական մեդիայի փոփոխություններին վերաբերվում։ Ուրիշ հերոս չունեք, փաստորեն։